Այսօր, ապրիլի 20-ին, Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի մի շարք աշխատակիցներով Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ մի շարք ուսանողների հետ միասին այստեղ են գտնվում հարգելու հայ ազատագրական պայքարի ամենահեղինակավոր անդամներից մեկի հայտնի ֆիդայի Զորավար Սեպուհի ծննդյան տարեդարձը։ Առաջարկում եմ, համոզում եմ, ոչ թե պետք է ամեն օր գնալ, այլ ուղղակի պետք է հիշել, պետք է ճանաչել։ Ու դուք ֆակուլտետում էլ շատ անելիք ունեք։ Օրինակ, դիտավորյալ մենք զենք չենք հանում, ու ասենք պատմաբանը, պատմության ֆակուլտետի ուսանողը ինքը լուր է, ինչի։ Ասենք ինչի, elə դուք տրամաբանությունը նայեք, էլի մենք ձեզ դասավանդում ենք Սեպուհի մասին, հետո Թաթուլ Կրպեյանը կամ Արթուր Մկրտչյանը կամ ցանկացած մեկու մանով մենք լսարան ունենք, ինքը այդպեսինն է դարձել, որտեղ եղել է Սեպուհը, եղել է Անրանիկը, մենք որ չհիշենք, ով է հիշելու։ Ասենք հիմա եթե պարոն Ներսյանի նախաձեռնությունը չլիներ, դուք կգայեք, կանցնեք ու չեք իմանա, հիմա էլ չգիտեք, ոչինչ, բայց շատ կարևոր է, որ սովորում եք անուններ, որ մեզ ապրեցրել են, ազգերը սենց են ապրում։ Մեր ֆակուլտետում այսօր մոտավորապես ինչքան ընկեր Մխոյան, ստեղ չի ընկեր Մխոյանը, 40-ից ավել ուսանող մենք ունենք, որ 44-օրյա պատերազմի մասնակից են, քառօրյայի մասնակից են։ Այդ ձեր խնդիրը պետք է լինի այդ մարդկանց տեսնելը, ուղղակի տեսնելը։ Մենք չենք տեսնում այդ մարդկանց։ Մենք չենք տեսնում, մենք չենք ուզում տեսնել շատ դեպքերում Արցախից եկած մեր ուսանողներին։ Ու աշխարհը ուզում է, որ մենք չտեսնենք, աշխարհը ուրիշ բան չի ուզում։ Իսկ ուժեղ լինելու համար, հզոր լինելու համար դուք պետք է սովորեք տեսնել, դուք ուրիշ առաքելություն չունեք նաև որպես ապագա պատմաբան կամ կովկասագետ։ Դուք մենք իրար պետք է սովորենք տեսնել։ Մենք իրար կողքի ապրում ենք, 4 տարի մեկս մյուսից չենք ճանաչում, կամ մեր բնակավայրում 40-50 տարի ապրում ենք, մենք մեր գյուղը, մեր քաղաքը, մեր հերոսին չենք ճանաչում, բա ոնց են ուժեղ դառնում ժողովուրդները։ Պատմությունը ինչ է, պատմությունը այն չի, որ թիվը փաստը անգիր արեցիք, եկաք իմացաք, ծնվեց 1872-ին, մահացավ 1940-ին, այդ չի պատմություն։ Ու այդ չի պատմություն, դա ամենավատ ձևն է պատմություն սովորելու, որտեղ եկուք դուք սա մոռանում եք։ Այդ թվերը հաշվեք, որ ձեզ ոչ մի բան չեն տալիս։ Բայց հələ հիմա, որ հետ գնանք ֆակուլտետ, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, այդ լսարանները, որոնց կողքով դուք անցնում եք, փորձեք նոր բովանդակությամբ տեսնել, որտեղ այդ մարդկանց նպատակը էս է եղել։ Ասենք, երբ որ պարոն Ներսյանը ասում է, որ ամեն համաձայնության նախապայման է Հայաստանի անկախությունը, դուք համարեք այնպես, որ այս մարդիկ սենց ատամներով պահելով, երազանքը ունենալով, իրանց կյանքերը զոհելով, իրանց առողջությունը զոհելով, այդ անկախությունը բերել, հասցրել են, տվել են մեզ, որ անարժան ենք, շատ դեպքերում այդ անկախությանը, որովհետև ձեզ շատ թուլացած, շատ, չգիտեմ, վատ վիճակում ենք փոխանցում, բայց ձեր խնդիրը այդ վերցնելն ու ավելի ուժեղացնելն է, նենց որ ուղղակի ես ձեզ առաջարկում եմ, տեսեք այն ինչին նայում եք, դա ամենակարևոր բանն է, որտև այստեղ էլ ինչին եթե նայում եք, եթե տեսնեք, եթե հասկանաք ինչին եք նայում, մենք բոլորս ենք շահելու երեխեք ջան, ու սա այն տեղն է, որտեղ մեզանից յուրաքանչյուրը, ես այդպես եմ մտածում, պիտի ավելի բարի դառնա։ Պիտի այդ իր մեջ եղած կուտակված չարությունը, նախանձը, լարվածությունը, պիտի թողնեք։ Որտև այս մարդկանց ավանդը այդ է եղել։ Իրանք չեն ուզել, որ մենք չար լինենք։ Իրանք հասկացել են, որ ուժեղ մարդը այն մարդն է, ով բարի աչքերով է նայում աշխարհին, ով աշխարհը սիրուն է տեսնում, ով ինքը սիրում է։ Սիրելի ուսանողներ, ուրեմն մենք գտնվում ենք տաղանդավոր Զորավար
ռազմական գործիչ, կարելի ասել նաև նշանավոր քաղաքագետ Զորավար Սեփուի շիրիմի մոտ։ Ուղիղ 11 տարի անցել այն օրից, երբ իրականացավ մեծ Զորավարի երազանքը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր պրոֆեսոր Ներսյանին, մեր սիրելի Աշոտ Ներսյանին, որի նախաձեռնությամբ տեղ ունեցավ Զորավար Սեփուի վերաթաղման արարողությունը։ Այսօր սիրելի ուսանողներ, դուք պետք է իմանաք ոչ միայն Զորավար Սեփուի կյանքը կեսագործունեությունը, որ անհրաժեշտություն է պատմությունը իմանալու առումով, եւ շատ ճիշտ նկատվեց նաև ներկայիս սերնդի դաստիարակության հիմքում այ քաջագործությունների, այդ թվում նաև Արցախյան ազատամարտի առաջին տարիներից սկսած հերոսամարտը նաև հետագայում, ինչու՞ չէ նաև 44-օրյա պատերազմի հետպատերազմյան շրջանի մասին, հիմքում իհարկե զորավարների Անդրանիկի, Սեփուի, Սերոբ Աղբյուրի, Գևորգ Չաուշի, մյուս հայտնի ֆիդայիների ազատագրական պայքարի ներշնչանքներ։ Եվ պատահական չէր այդ օրերին Արցախյան շարժման եւ Սեփուի, եւ Անդրանիկի, եւ Գևորգ Չաուշի մյուս զորավարների անուններով պաստառներ էին բարձրացվում, ստեղծվում էին ազատագրական խմբեր։ Ես ուզում եմ ասեմ, Բայբերցի Կոյրունը, այդ տաղանդավոր զորահրամանատարը ծնվեց եւ մեծացավ 1872 թվականին Ճորող գետի Չքնաղ ափին, արտակարգ գեղատեսիլ բնության գրկում։ Սովորական հասարակ գյուղացու ընտանիքում, որը իր ընտանիքը պահում էր նաև որոշ չափով առևտրի միջոցով, այնուհետև տեղափոխվեց Տրապիզոն, ուսում ստացավ այնտեղ եւ կրթվեց ու դաստիարակվեց հայրենասեր միջավայրում։ Ես պետք է ասեմ, որ նա հենց սկզբից էլ նվիրյալ այդ գաղափարների ազդեցության տակ նախ բնավորությամբ կռվարար էր եւ պատահական չի դպրոցական տարիներից սկսած հաղթողի կեցվածքը նրա մեջ իբրև արմատավորված էր արյունից եկող եւ պատահական չէ որ մինչեւ կյանքի վերջն էլ ցանկացած ճակատամարտում նա հաղթողի կարգավիճակում էր։ Այդպիսի զորավար չունենք, որ Սեփուի նման, որ ինչ որտեղ ինչ որ ճակատամարտ չթերանար, բայց նա մինչեւ վերջ մնաց այդ դիրքերում դրոյի նման զորավար եւ մինչեւ վերջ կռվեց ու հաղթեց։ Այդ հաղթողի կարգավիճակը զորավարի մոտ ձևավորվել էր դեռ մանկական տարիներից իր լավագույն ձիավարժության, որսորդության եւ այլ նախասիրությունների հետ միասին։ Պետք է ասեմ, որ հետագա շրջանում, եթե մենք անդրադառնում ենք նրա կեսագրականին, նշեմ, որ նա ակտիվորեն մասնակցեց հնչագյան գործիչների կազմակերպած ցույցերին, ապա հայ հեղափոխական դաշնակցության իբրև անդամ զինվորագրվեց Հրայրի Հրար դժոխքի գաղափարներին եւ թերթում ենք պատմության էջերը, տեսնում ենք, որ զինատար խմբերի ակտիվ անդամ էր նա 1895 թվականից սկսած Արևմտյան Հայաստան զենք զինամթերք տեղափոխելու եւ Հրար դժոխքի գաղափարներով ապստամբություն նախապատրաստելու ամենամեծ զինակիցն ու ջատագովն էր։ Իսկ ապա հետագա շրջանում դրան տեսնում ենք 1904 թվականի Սասունյա ապստամբության օրերին, երբ Անդրանիկ Զորավարի ղեկավարությամբ իրականացված այս ապստամբության շրջանում նաև ինքնապաշտպանական մարտերում Հրար դժոխքի հետ միասին հույսային ճակատներ պաշտպանում։ Պատահական չի նշանավոր գաղափարախոս տաղանդավոր պետք է ասեմ գործիչ Հրար դժոխքը հենց Սեփուին փրկելու համար զոհվեց այդ օրերին։ Նա գիտեր, թե ինչ զինակից ընկեր ունի, որի համար արժեր մեռնել։ Իսկապես Սեփուը իրեն նույնիսկ շատ դեպքերում մեղավոր էր զգում Հրարի մահվան մեջ։ Ուզում էր ինքնասպանություն գործել, փորձ անել, բայց քրդերի դեմ նաև թուրքերի կռիվները նրա մեջ համոզմունք առաջացրին, որ ապրել է պետք եւ պայքարել հանուն հայրենիքի ազատության։ Մենք նրան տեսնում ենք 1905-6 թվականին հայ թատերական կռիվների ժամանակ Գանձակի ինքնապաշտպանական մարտերը վարելիս բոլոր տեղերում նա հաղթողի կարգավիճակով էր իսկապես։ Հետագա շրջանում մենք տեսնում ենք նաև Ախլատի պաշտպանության ժամանակ զորավարին Սեփուին եւ չմոռանանք, որ
արդեն երկրորդ շրջանում կյանքի հիմնական այդ հատվածում ազգագրական պայքարի Արևմտյան Հայաստանի ազգագրության շրջանում կամավորական շրջման ակտիվ մասնակից եւ հերոսական գործունեություն ծավալած անձնավորություն միշտ ճակատամարտերում հաղթողի կարգավիճակում իսկ ապա 18 թվին տեսնում ենք Բաքվի կոմունայի օրերին նրան իր սիրելի Սեբաստացի Մուրատի հետ բոլոր ճակատներում ինչպես 1905-6 թվի հայ թատերական կռիվների ժամանակ Բաքվի կոմունայի օրերին նույնպես հերոսական դիմադրություն թուրքական մեծաքանակ ուժերին չպետք է մոռանանք նաև առաջին հանրապետության կայացման գործում Սեփու զորավարի մեծ դերակատարություն ես պետք է ասեմ նա ճիշտ է բարձրագույն կրթություն չուներ բայց մեծ մտավորական էր նաև խոհուն հեռատես քաղաքական գործիչ որը լավ էր հասկանում ազգագրական պայքարի իմաստը բովանդակությունը եւ pedagogan քաղաքականության լավ ու վատ կողմերը հետագա շրջանում էլ մինչ այդ էլ 17 թվին երբ Արևմտյան Հայաստանն էր ազատագրվել ցարական ռուսական զորքերի կողմից նա նույնիսկ Բաբերդե շրջանի կառավարիչն էր Զորավար Սեփովը ուներ որոշակի նաև pedagogan կառավարման հերատես իբրև ազնվորություն որոշակի փորձ Կարսի պաշտպանությունը Կարսի հերոսական ասեմ մարտերը դրա վկայությունն է նա պաշտպանում էր Կարսի աջ թևը եւ պետք է ասել որ այդ հարձակումները նույնիսկ դրոն էլ գիտեք Սուրմալուի ճակատներ պաշտպանում այս երկու զորավարները չպարտվող կողմն էին պատերազմի մինչև վերջ մնացին անկում բայց իհարկե հարձակողական գործողությունը որ ծավալվեց Կարսում նա դեմ էր դրան որոշակիորեն եւ դեմ արտահայտվեց գտնելով որ անհրաժեշտություն չկա եւ իսկապես հետագա դեպքերը դա ցույց տվին բայց երբ հարձակում ձեռնարկվեց աջ թևը մնաց իր դիրքերում հետագայում ճակատային հարձակումը ստվեց նրան նահանջելու հետագա դեպքերի ընթացքում էր նա միշտ հաղթողի կացկեցվածքով էր նույնիսկ այդ նահանջի ժամանակ այն դիրքերը որտեղ Սեփուն էր զբաղեցնում միշտ հաղթող էր հաղթող եւ զարմանալի ես ասեմ եւ ռազմական գործչի տաղանդ եւ հմտություն եւ զորավարական այն փոքրիկ նրբություններով հանդերձ նրա նվիրյալները այդ զորքի մեջ եղած նրան իսկապես սիրում էին եւ նվիրվում մինչեւ վերջ դա մեծ զորավարի տաղանդի արդյունք է հետագա շրջանում տեսնում ենք հանրապետության կայացման մեջ նրա խաղացած մեծագույն դերը մայիսյան ապստամբության խռովության ճնշման մեջ նրա բացառիկ ներդրումը ես ասեմ եթե մեկ ուրիշ ելներ դժվար թե այդ խռովությունը այդքան հեշտությամբ կարողանային ճնշել միայն Սեփուի պես անձնավորությունն էր որին եւ զորքներ ենթարկվում եւ նրա զորավարական տաղանդի շնորհիվ կար ժամանակամիջոցում խռովությունը լիկվիդացվեց Զորավար Սեփոյի հետագա շրջանում նույնպես իր հերատես իբրև գործիչ Փետրվարյան ապստամբությունից ոտի ճիշտ կռայեց եւ կարողացավ հեռանալ երբ շատ գործիչներ այդ թվում Համով Անջանյանի մյուս նման նրա նման pedagogan գործիչներ միամտություն ցուցաբերեցին եւ մնացին ու բոլշևիկյան զնդանի կողմից նու արդեն ձերբակալվեցին հետագա տանջանքներ բայց Սեփոյը ճիշտ կարողացավ իր հերատես դիրքով կարողացավ ճիշտ ժամանակին խուսափել Վրաստանի վրայով ամջապես անցավ պոլիս այնտեղից էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներ հետագայում Բուլղարիայում էլ կար ժամանակամիջոցում ապրեց բայց իր մահկանացուն կնքեց Բոստոնում 1940 թվականին հուլիսի 31-ին ասեմ որ նրա նման անձնավորությունը իսկապես մինչև վերջ հայրենիքի կարոտը սրտում նրա նպատակն էր արտասահմանում գործելուց այդ ընթացքում թղթակցեց հայրենիքին մյուս տեղերում կարողացավ իր ձեռնարկներով նպաստեց հայրենիքի զարգացմանը բայց մի կարևոր բայց որ նա մինչև վերջ նվիրված էր հայրենիքին պատահական չի որ մահանալու ժամանակ նա նվիրված իր հայրենիքին հայրենի հողին խնդրեց եւ միաժամանակ կտակեց որ իր դին Հայաստանում ամփոփվի այսինքն եւ դիակը մոխրի վերածվեց սափորով սպասեցին այնքան ժամանակ մինչև հնարավորություն ստացավ այն վերաթաղելու դրա համար ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ներսյանին այդ հիասքանչ նախաձեռնությունը իրականություն դարձնելու գիտեք
այսօր շատ հեշտ է ամեն մեկի մասին խոսելն ու ասելը։ Զորավար Սեպոյի գործունեությունը պատմական դասեր ունի մեջ եւ կուզենայի դուք որպես այսօրվա սերնդի ներկայացուցիչներ այդ դասերը լավ յուրացնեք։ Առաջին եւ ամենակարևոր դասը սեփական ուժերով հայրենիքը փրկելու դասն է։ Այսինքն օտարի վրա հույս չդնես։ Եթե դու քո սեփական զինված ուժերով կարողանում ես ամեն ինչ պետք է ձեռնարկես այդ նպատակին հասնելու համար։ Եվ նա այդպիսին էր, ինչպես ինքն էր ասում, նույնիսկ քրիստոնյա հարևան ժողովրդից չպետք է օգնություն խնդրել։ Դու պետք է հույս ունենաս առաջին հերթին քո վրա։ Նոր դրանից հետո, եթե ուժ ունես, հարևան տան պայման հաշվի կառնի քո ուժը։ Եթե ուժ չունենաս, ոչ մի հարևան էլ, ոչ մի պետություն էլ քեզ բանտեղ չի դնի։ Իսկ այսօրվա իրողությունը դրա լավագույն ապացույցն է։ Երկրորդ կարևոր պատմական դասը դա անկախության դասն էր։ Նա ձգտում էր եւ պայքարում էր անկախության հասնելու համար եւ դա իսկապես իրականություն դարձավ։ Չմոռանանք, որ նրա նման նվիրյալների շնորհիվ էր, որ առաջին հանրապետությունը կայացավ եւ այստեղ նա նույնպես շատ կարեւորագույն դաս տվեց, որ հայրենիքի հարատեվության համար գլխավորը անկախությունն է եւ այսօր պետք է լավ սերտեն նաեւ այդ կարեւոր դասը, որ անկախությունը պետք է պաշտպանել կարողանալ սեփական ուժերով եւ մինչեւ վերջ կռվել դրա համար։ Երրորդ կարևոր դասը միասնության գաղափարի դասն է։ Երբեք էլ Սեպուհը չի առանձնացրել իրեն կամ իր զորավարներին։ Նա գտնում էր, որ հայ ժողովրդի միասնությունը ամենակարևորագույն եւ գլխավոր պայմանն է հաղթանակի հասնելու համար։ Միասնության հաղթանակը կարևորում էր ամենուրեք։ Այսօր էլ այս դասը շատ կարևոր է մեր սերնդի համար։ Մենք միայն Թուրքի դեմ կարողանանք հաղթանակով պսակել մեր բոլոր ձեռնարկները, եթե միասնական լինենք։ Այլ կերպ ասած, Սեպու այսօր էլ մեր հետ է։ Սիրելիներս, իմացեք, որ նա մինչև վերջ մնաց հերոսական եւ պայքարեց թուրք նվաճողի դեմ, պայքարեց մի լավագույն երազանքով, որպեսզի Հայաստանը ազատ ու անկախ տեսնի։ Այսօր նրա երազանք իրականացվել է, բայց թերի իրականացված։ Արևմտյան Հայաստանը, այն տունը, որտեղ նա է ծնվել, նրա երազանքն էր եւ հետաքրքիր է բանաստեղծությունից մեկը, որ բերված է պարոն Ներսյանի նաեւ գրքում հայրենի տուն անունով, դրա լավագույն վկայությունն է, նրա կարոտը, զգացումը նաեւ հայրենի հողի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսօր մենք կոչված ենք իրականացնելու նրա երազանքը, իսկ նրա երազանքը կիրականանա միայն այն դեպքում, երբ նրա դասերը կարողանանք յուրացնել եւ այսօր էլ առաջնորդվենք այդ դասերով, այն իրականություն դարձնելով։ Սիրելի ուսանողներ, այսօրվա այս փոքրիկ միջոցառումը իսկապես շատ կարևոր էր, որովհետեւ երբ որ մենք ձեռնարկեցինք Սեպուի Աճունասապորի Հայաստան տեղափոխելու գործը, մենք ծրագրել էինք, որ նրա գերեզմանոցը, նրա գերեզմանը, նրա հուշարձանը պիտի դառնա ուխտատեղի հայ ժողովրդի համար։ Ցավոք սրտի հետագա իրադարձությունները ուրեմն մեր այս նպատակներին որոշ չափով խանգարեցին, բայց մենք միշտ ամեն տարի նրա ծննդյան եւ մահվան օրը նրա անունով կոչված մեր Զորավար Սեպու վերլուծական կենտրոնի աշխատողներով այլ հյուրերով գալիս ենք այստեղ եւ մեր հարգանքի թուրքն ենք մատուցում այս մեծ զորավարին։ Դրա մասին խոսելիս պետք է մենք նրան գնահատենք նախ որպես հայդուկային պայքարի խիզախ միասպետ, որ նույնիսկ Խաստուրի հայդուկային կռվում նրա մարտավարությունը այնքան նուրբ էր, որ նա կարողացավ հայդուկայի խումբ հանել եւ թուրքական զորքերը երկու կողմից կրակեցին իրար վրա, առանց իմանալու, որ իրար է սպանում։ Այնուհետև նա փայլեց հայ-թաթարական կռվների ժամանակ, երբ որ գանձակում էր։ Եվ նա այնպես կազմակերպեց ինքնապաշտպանությունը, որ թաթարները ներկայիս ազերիների նախնիները, էլի, սայլերով եկել էին, որ հայերին կոտորեն ու ավար տանեն, նրանք այդ սայլերով տարան իրենց զինվորների, եթե կարելի այդպես ասել, այդ խաժամուժը դիակները։ Սեպուը այսպիսի անձնավորություն էր։ Այդպիսի մի ջարդ տվեց գանձակում, նա, գանձակը հայ պահեց Սեպուը։ Այնուհետև Սեպուը, ինչպես նշեց պարոն Մինասյանը, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կամավորական շարժման ժամանակ իրեն շատ փայլուն դրսևորեց։ Նրան
առաջարկում էին առանձին կամավորական գումար տալ, բայց նա սիրելով Անդրանիկի հետ կռվեց, դարձավ երկրորդ կամավորական վաշկի հրամանատարը, թեպետ վերջում նրանց միջև ինչ-որ հակասություն եղավ, այնուհետև նա իրեն արդեն երբ որ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով ռուսական զորքերը, որոնք գրավել էին Արևմտյան Հայաստանը, հետ նահանջեցին, Սեփուը դրանից հետո նշանակվեց ժամանակավոր կառավարության կողմից Բաբերտի գավառապետ եւ ամբողջ զինվորական շրջանի հրամանատար։ Եվ նա 3-400 հոգով ինքը Բայբուրցից մինչև Էրզրում, իսկ Սեբաստացի Մուրադը Երզնկայից մինչև Էրզրում 3-4 ամիս նրանք պահեցին թուրքերին։ Եթե նրանք 3-4 ամիս չկարողանային պահել թուրքերին, ապա այստեղ Արամ Մանուկյանը դրոյի հետ չէր կարող նախապատրաստական աշխատանք տանել ու կազմակերպել մայիսյան հերոսամարտերը։ Տեսեք, թե ինչքան մեծ է Զորավար Սեփուի դերը։ Իսկ Հայաստանի առաջին հանրապետության շրջանում Սեփուն էր, որ փոխում էր, այսպես ասեմ, ժողովրդագրական պատկերը Հայաստանի հանրապետության հօգուտ հայոց։ Այստեղ հասկանալի է, թե ես ինչ եմ ուզում ասել, չեմ ուզում փակագծերը բացել, եւ նա 4-րդ արտակարգ բրիգադի հրամանատարն էր։ Երբ որ թուրքերը հարձակվեցին 20 թվականին Հայաստանի վրա, այդ թուրք-հայկական պատերազմում, ինչպես նշեց պարոն Մինասյանը, այնտեղ որտեղ հրամայում էր Սեփուը, այդտեղ հայկական բանակը չէր նահանջում։ Սրանից ինչ հետևություն։ Հետևությունը, որ սուտ է, եթե հրամանատարը իր դիրքերում լինի, ամուր լինի, խիստ լինի, կանոնադրությամբ շարժվի, ուրեմն նա նույնիսկ գնդակահարում էր այն զինվորներին, ովքեր որ հավաճանում էին։ Հիմա ասենք օրինակ երգեր կան Մազմանովի մասին, որը Կարսի շրջանի Մեջտենեկի ճակատի հրամանատարն էր եւ ինքնասպան եղավ, բայց Մազմանովը ինքը զբաղվել էր մինչև այդ թալանով, զգաց իր սխալը, որ ինքը հայրենիք է կորցնում էր, ճաշ չուներ, ինքնասպան եղավ։ Բայց Սեփուը Աչթևի հրամանատարն էր Կարսի շրջանի եւ Աչթևում թուրքերին կանգնեցրեց, ինչպես որ դրոն Իգդիրում էր հրամայում։ Եվ Իգդիրում թուրքերը առաջ չեկան։ Այսինքն այստեղից ինչ հետևություն, որ եթե հայերը միահամուռ, միակամ լինեին, Ալան-Թալանը հետևից չընկնեին, իսկ այդ Թալանն էլ հետո չվայելեցին, մենք իրոք կպահեինք մեր անկախությունը ավելի լայն սահմաններով, գոնե Կարսը դրա հետ մեկտեղ։ Եվ Սեփուը նաև ինչով էր ուժեղ, որ նա, երբ որ Հայաստանը արդեն խորհրդայնացում էր ու Կարմիր բանակը պետք է Քարվասարայից մտներ Հայաստան, Սեփուը Չիբուխլու գյուղում էր, այդտեղի ուրեմն զինվորական հրամանատարն էր, նա ասում էր ինձ թողեք, ես փակեմ Սեմյոնովկայի կիրճը եւ ոչ մի կարմիր զորք այս կողմը չի հասնի, բայց որոշումը եկավ Հայաստանը խորհրդանացվել է եւ ինքը թողեց դարձավ վտարանդի, բայց վտարանդիացիան շրջանում էր նա մեզ տվել էր գանձեր, էջեր իմ հուշերեն 2 հատորանոց աշխատությունը, որը մեր կենտրոնը հիմա ծրագրում է հրատարակել, 100 տարի առաջ է լույս տեսել, դա շատ արժեքավոր է հատկապես պատմաբանների, Կովկասագետների համար, բազմաթիվ հոդվածներ, հուշեր հայրենիք ամսագրում տպագրված Եվ վերջապես նա ամբողջ իր կյանքը ապրեց հայրենիքի կարոտով եւ ինչպես նշվեց, նայեց առաջ, նա այդ կտակը գրեց, որ պատահաբար ես նրա կյանքը ուսումնասիրելիս հանդիպեցի, իհարկե կտակը բովանդակությամբ չկար, բայց կար այդ մասին, որ նա այդ կտակը գրել է եւ բավականին ջանքեր թափելուց հետո գտանք, որտեղ էր, որտեղ սկզբից եղել էր Դեթրոյթի Օիդա ակումբում այս աճունասափորը, որ հիմա այս հուշարձանի խորշում է, հետո իրանց տանը, իր աղջկա, ավելի ճիշտ, նա ուներ 4 որդի մի դուստր, եւ մենք կարողացանք ամենաբարձր պատիվներով, Սեփուի նման զորավարին արժանի պատիվներով վերել նաեւ նրան վերաթաղել այստեղ, այս նախապես պատրաստված հուշարձանի խորշում տնելով իր կտակի համաձայն իր աճունասափորը։ Նա իրոք Սեփուը Միանձնավորություն է, որ առանց չափազանցության ես կարող եմ ասել, երբ որ միշտ պետականորեն գործիչները գալիս են, ղեկավարները գալիս են եւ ծաղիկներ են խոնարհում Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի գերեզմանոցին, նույն ձևով պետք է դառնան դեպի ես կողմը եւ ծաղիկներ խոնարհեն նաեւ այս մեծ ազնվորության հուշարձանին, որովհետեւ իրոք նա ոչնչով չի զիջում։ Եվ ավարտելով ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պատմության ֆակուլտետի դեկան պարոն Մխիթար Գաբրիելյանին, հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Էդիկ Գևորգյանին, մեր ֆակուլտետի գրասենյակի պետ Հայկ Մխոյանին, որոնք համաձայնվեցին մեր կենտրոնի հետ համատեղ կազմակերպել
այս միջոցառումը եւ հարգանքի դուր կմատուցես Զորավարի հիշատակին իր ծննդյան օրվա առիթով։ Այնպես որ շնորհակալ եմ նաեւ ձեզանից, որ միացաք մեր այս ցանկությանը։ Շնորհակալություն։ Այսպիսին էր մեր այցելությունը Զորավար Սեպուհի ծննդյան տարեդարձի հիշատակին նվիրված։ Այս քայլով մենք փորձեցինք բարձրացնել եւ ներկայացնել ոչ միայն Զորավար Սեպուհի օրինակով մեր հայ մեծերի նշանակությունը եւ կարեւորությունը, այլ նաեւ նրա միջոցով փորձել հայ հանրությանը ներկայացնել, թե ինչպիսի մեծ հայեր են եղել ոչ վաղանցյալում, ովքեր փորձել են մաքսիմալ կերպով օժանդակել Հայաստանի պետականության զարգացմանը, հայ ժողովրդի բարօրությանը եւ զարգացմանը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին այս օրը այսպիսին դարձնելու համար։ Կհանդիպենք, հաջողություն։